Ողջույն սիրելիներս, թող մեր նոր բացվող առավոտը լցված լինի խաղաղությամբ և օրհնությամբ։ Սիրելիներս, այսօր ես կոֆեն չեմ դրել։ Մարինեն է դրել, նոր գնացել է դպրոց։ Եթե դուք չեք դրել, դրեք միասին տիկին Մարինեի հետ։ Մի փոքր զրուցենք, կոֆեն խմենք, նոր անցնենք գործի։ Սիրելի հետևորդներ ջան, մինչ կոֆենք խմենք, ես ուզում եմ շնորհակալական խոսքս ասել յուրաքանչյուրիդ, անհատական, անսահման շնորհակալ եմ ձեր բարի խոսքերի, ջերմ խոսքերի համար, հալ ու քեֆս հարցնելու համար, բարի խոսքերը եթե մեկս մեկին ասում ենք, երկար է մնում մեր հոգիներում, բարի խոսքերը միշտ էլ մարդու հոգին, սիրտը շոյվում է և մենք մեզ լավ ենք զգում, ամենալավն ու բարին ձեզ եմ ցանկանում, ցանկանում եմ առողջություն, երկար տարիների անհոգ կյանք, բարեկամներս ձեզ շատ եմ սիրում։ Սիրելիներս, այսօր սիրով ցույց եմ տալու, թե ինչ սերմեր ունեմ և ինչ ենք տնկելու։ Հիմա ես խմեցի, վերջացրեցի։ Սկսեմ ծաղիկի սերմից։ Այստեղ իմ վերցրած սինյայի սերմն է, սիրելիներս, տեսնեք, այս բանկան լիքն էր տարան, ուղարկել եմ Հայաստան, իմ վերցրած սերմն է, սա մեխակի սերմն է, դեռ պետք է ցանեմ, հանեմ միջից, որ գնանք դուրս, եղանակը տաքանա, արդեն կհանեմ դրսում, պետք է անպայման ցանեմ մեխակն էլ, որովհետև մեխակի սերմը, սիրելիներս, մի տարի հետո է ծաղկում, հիմա որ ցանեմ, մյուս տարի նոր կծաղկի, անպայման պետք է իրար հետև ցանենք։ Սերդիլե է, որ սիրելիներս, նաև ռեհանը պետք է արդեն դնեմ բաժակների մեջ, մեծացել են, կտեսնեմ։ Սիրելիներս, իսկ հիմա սիրով ցույց եմ տալիս սերմերը, ինչ են գնել։ Այստեղ ունենք նորից քյարավուզ, շատ լավ սերմ է, կանաչ և համով։ Տեսնում եք, թփերով չի, տերևներով չի, այսինքն հաստ արմատներով է և ասեմ, որ արմատները, որ հանում ենք աշնանը, ուտում ենք, շատ համով է։ Ճիշտ է, ես ցանել եմ սացիլի համար, նա շուտ լինելու համար, սա էլ ցանում եմ, որ ամբողջ սեզոնին ունենանք։ Սա կիտայսկի կապուստա է, այստեղ սալատ է, մենք բանջարեղեն շատ ենք սիրում, աղցաններ շատ ենք պատրաստում։ Սիրելիներս, սա մանգոլ է, կարմիր բազուկ է, առանց գլուխների, կոչվում է մանգոլ։ Դե ես մեկ պաշկան եմ ցույց տալի, կարմիր գույնի է, շատ լավ ձվով, յուղով համեղ ստացվում է, սա էլ բազուկ է, նորից, սպիտակ բազուկ է առանց գլխի, ես կարմիր բազուկը ցանում եմ, գլխով էլ, որ օգտագործենք, սա առանց գլուխ է, խաշելու, ձվով պատրաստելու համար է, հիմա ես ձեզ մեր վարունգի սերմերն եմ ցույց տալի, այստեղ էլ է սալատ, շատ չի մեջը, սիրելի հետևորդներ ջան, որ ասեմ այնքան շատ է, ոչ, մի քանի հատ է, ընդամենը, քանի գրամ է, 1 գրամ է, պատկերացնում եք, քիչ է, սա էլ է մանգոլ, այստեղ ունենք վարունգի սերմ, փշոտ, շատ լավ սերմ է, F1 զելյոնկա, 1 կիլո, 1 կիլո 200 գրամ, 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 1 կիլո 200
Այդ սորտը սիրելիներս դե գիբրիդներ են, եթե պատրաստում ենք մարինատ, ոչ փափում է, այն որ ասում են խրխրթան մնում է, որովհետև ինքը փշոտ վարունգ է և փորձված, ամեն տարի գնում ենք, սա և ֆարսաժն է լավ, ընտիր մարինատ է լինում ֆարսաժով, սա Գավրիշ ֆիրման է, կուրաժն է, ամենալավը, լավերից լավը, ֆարսաժ և կուրաժ, մենք միշտ այս կուրաժից ենք պատրաստում մեր մարինատները, նախ չի փափկում, երկրորդը խրխրթան, կորիզները մանր և կեղևը բարակ, շատ համեղ է ստացվում, սա էլ գրած է մալիշ կարանդաշ F1, դամաշնայա զագատովկա, սա էլ է նույնը, լավ մարինատ է լինում և ուտելու համար էլ է լավ, սիրելիներս համեղ են, այս վարունգն էլ է լավ, ընդամենը 5 հատ է մեջը, 3-ից 5 սանտիմետր է մեծանում երկարությունը, 5 հատը 150 ռուբլի, պատկերացնում եք, F1 պարատուն կա, և տնկելու է մեր հայկական վարունգը, անպայման, մեր հայկական վարունգն էլ եմ տնկելու, իսկ սրանք ուտելու համար մեր հայկական վարունգը, իսկ սրանք տնկում ենք մենք, որ մարինատ պատրաստենք, հիմա անցնենք մյուս սերմերին, թե ինչ ունի տիկին Մարինեն, սա Հայաստանից բերված, մեր լոբու սերմն է, հետով վայրոնկա լոբի է կոչվում, տարբեր տեսակի ուղարկել են լոբի, այսա չգիտեմ, սիրելի հետևորդներ ջան, թե ինչ սերմ է, ինչ լոբի է, այսպես, թե գիտեք անունը, գրեք, հլը տեստեք, ինչ լավ խոշոր մեծ լոբի է, բայց չգիտեմ վայրոնկա է թե ոչ, ծանոթ չեմ, մի քիչ է, եթե փայտի լոբի է, այստեղ փայտի լոբին շատ լավ բերք է տալի, որովհետև խոնավ է մեզ մոտ, լոբիներից նաև ունենք այս գույնի լոբի, Հայաստանից են ուղարկել, սա էլ այս տիպի է, իմ սիրելի հետևորդներ ջան, դուք էլ մոտիկ եմ բերում, տեսեք, ինչ սերմ է, խնդրում եմ գրեք, լավ լոբի է, թե ոչ ինձ թվում է, լավը կլինի, լավ տռուզ հատիկներ ունի, բայց ուզում եմ իմանալ, փայտի լոբի է, թե կոլոտ լոբի է, առանց փայտի, այդ է ինձ հետաքրքիր, առանձին տնկելի եմ, այստեղ էլ կա վայրոնկա լոբի, սա էլ մեր Հայաստանի, այդ որ տապակում ենք բակլան է, ես ժամանակին, որ ջերմոց ունեի, հիմա էլ չնայած մեր ջերմոցը կա, ջերմոցի կողքերը, սիրելի հետևորդներ ջան, վերջում, որ չխանգարի, դե այդ լոբի շատ է, չէ բարձրանում, այս լոբից էի տնկում, սա է կտնկեմ որպես հատիկ լոբի, զաբորի կողքերը, միտեղ կտնկենք, սա լոբին է, սա համեմի սերմ է, նորից Հայաստանից են ուղարկել, այսինքն սիրելի հետևորդներ ջան, գնված է, վերցրած չի, շուկայից գնել են խանութից սերմերի, սա կոտեմ է, որը շատ սիրում ենք ընտանիքի անդամներով,
բացի տղա թորից, մարինկաս, որ շատ է սիրում, սա էլ անպայման պետք է ցանենք, են էլ այստեղ որ ցանում ենք, չէ, շուտ ծակծկվում է, անցած տարի շատ լավ եղավ, չգիտեմ, ինչով ջրենք, ինչ ցանենք, անցած տարի մոխիր էինք ցանել, շատ լավ եղավ, չծակծկվեց, սա էլ մեր հայկական ռեհանի սերմն է, հայկական մի քիչ գնվածը ցանել եմ, պետք է հանեմ սացիլեմ, սա էլ կցանեմ չորացնելու համար, մի մարկ, սա էլ բամյայի սերմ է, ուղարկել է իմ ամենամոտ հարևանուհին, որ միշտ Հայաստան ապրելու ժամանակ միշտ իրար հետ են կոֆե խմել, միշտ, ամեն բացվող լուսաբաց, տեսնում եք ինչ լավ սերմ է, հատիկ և ցամաքած չի, կան չէ, որ սենց ցամաքած են մի տեսակ, չէ, լավ ընտիր սերմ է, հիմա ցանելու ընթացքում արդեն կթրջեմ, նոր կցանեմ, դեռ շուտ է, սա էլ բամյայի սերմը, այսքանը մեզ բավական է, բամյան տաքություն է սիրում, անպայման ցանելուց հետո, սիրելիներս, պետք է ցելոֆանով փակեմ մինչև ծաղկելը, հենց որ արդեն բարձրանում է, ծաղկում է, նոր հանում եմ, այսենց ամեն սերմերից, այսպես նորից Հայաստանից բերել է, մեր ծանոթներից մեկը, մեր հարազատներից մեկը, եկել էր որդուտուն, բերել էր, ռեհանել, կա, այստեղ կոտեմի սերմել կա, պետրուշկա կա և բազուկ ու բողկ է, էլ ցույց չեմ տալիս, ակուրատնի սիրուն այսենց փաթաթել է, որ չթափվի և բերել է, ձմեռը եկել էր որդու մոտ, արդեն գնացել է, չէ որ արդեն հողի գործը սկսվել է Հայաստանում, այս էլ սերմերի մասին սիրելիներս, թե ինչ սերմեր ունենք, ինչ էլ որ չունենք, հարգելիներս, արդեն կամաց կգնենք, մնում է եղանակները լավ տաքանան, որ բերենք ու ցանենք, հիմա, բաժակը կպել էր, հիշում եք, որ այսպիսի բան էր լինում, բաժակ կպնում էր, ասում են շատ են սիրում իրար ամուսինները, կամ եթե ընկեր էին ունենում ընկերը, արդեն սառել էր, ոչինչ, մի հատ էլ հետո կխմենք միասին, տակ, սիրելիներս, հիմա սերմերը հավաքեմ, դասավորեմ, անցնեմ խոհանոց, այսօր որոշել եմ պատրաստել կարտոֆիլից պյուրե և թարմը կարաս ենք տապակելու, արդեն կարասը լվացած է, մաքրած և դրել ենք սառնարանը, սիրելիներս, նախապես կեղևը մաքրել եմ կադրից դուրս, լվացել եմ, հիմա կարտոֆիլները բաժանում եմ 4 հավասար մասի, պուրե եմ սարքելու առանց սոխի, առանց կարմիր պղպեղի, ընդհանրապես միշտ պատրաստում եմ, կեղևով լվանում եմ, խաշում եմ, մաքրում եմ կեղևները, սոխառածով եմ պատրաստում, բայց այսօր կպատրաստեմ միայն խաշված կարտոֆիլը, տրորեմ, պատրաստեմ պուրե, հիմա մասերի կբաժանեմ, մի հատ էլ լավ կցողեմ հոսող ջրի տակ, կտրելուց հետո լավ լվանում եմ, որպեսզի վրայի օսլան գնա, մի հատ ցողում եմ, կարտոֆիլները լցրեցի կաթսայի մեջ, հիմա ավելացնում եմ կարտոֆիլների վրա ջուր, այնքան եմ լցնում, որ հազիվ ծածկվի և միացնում եմ կրակը, որպեսզի խաշվի,
Կարտոֆիլը արդեն լավ խաշվել է, փափկել է, համեմում եմ կարտոֆիլը աղով։ Աղով համեմելուց հետո խառնեմ մի 2 րոպե էլ թողնեմ եփի, կարտոֆիլը լիովին պատրաստ կլինի։ Կարտոֆիլը լիովին պատրաստ է, գազ օջախից վերցնեմ եւ կարտոշկա ճզմիկով ճզմեմ, տրորեմ։ Սիրելիներս, շատ քիչ ջուր էի լցրել, որ ջուրը դատարկելու կարիք չկար, լիովին ջուրը քաշված է։ Հիմա ավելացնում եմ կարտոֆիլին մի մեծ կտոր կարագ։ Նորից տրորում եմ, տեսեք ինչքան մեծ կտոր եմ դրել։ Հիմա նորից կտրորեմ կարտոֆիլը։ Այնքան կտրորեմ, մինչև դառնա պյուրեան նման։ Գթալով խառնում եմ, որ կոշտ մասեր չլինի։ Մի փոքր կա, հիմա նորից կտրորեմ։ Մի հատ էլ գթալով կխառնեմ, պուրեն արդեն պատրաստ է, ստացվեց կոկ, փափուկ պուրե։ Դրանը ծածկեմ, դնեմ գազօջախին։ Կարտոֆիլի պուրեն արդեն պատրաստ է, հիմա մի հատ կանաչ բողկ եմ մաքրում, լվանամ, պատրաստեմ ճաշի ժամանակ կուտենք։ Բոլոր տեսակի բողկերից սիրում եմ, սիրելիները, սպիտակ, կանաչ, կարմիր, որ բոլոկի են ասում, այդ բողկը ամսական եւ առողջարար է բողկը։ Հիմա կմաքրեմ, կկիսեմ, տեսնենք հլը հո փտած չի։ Ամեն տարի բողկել ենք ցանում, սիրելի հետևորդներ ջան, թե ամսական եւ թե տարեկան բողկ։ Հայաստանից տարեկան բողկ ուղարկել են, կցանեմ, հիմա մի հատ բողկն էլ չորացնեմ, կիսենք։ Մի փոքր փտած է, բայց ոչինչ, շատ չի, շատ քիչ է, աննշան փտած է։ Սիրելիներս, հələ մարգարիտկաներին տեսեք, ինչքան սիրուն են, շատ։ Հիանում եմ ձեզանով, սիրելիներս, իմ քնքուշ նրբիկ ծաղիկներ, շատ նուրբ ծաղիկներ են, մի փոքր տեղեր, տեսեք ոնց է շատացել, ափսոս ոտքի տակ է։ Շատ սիրուն են, գունեղ, գույնը զգույն, մեկը մեկից սիրուն է, մեխակները բավականին բարձրացել են, բայց անձրևները դարձյալ չեն թողում, տեսեք, այսինչ եղանակ է, անձրևը եկավ, կտրվեց, հիմա էլ անպամած, անպոտ եղանակ։ Գնում եմ ջերմոց, սիրելի հետևորդներ ջան, ոչ թե գնում եմ, այլ գնում ենք, ես, որդիս և հարսս։
Տանում ենք կարած ձուկը տապակենք ջերմոցում։ Սիրելի հետևորդներ ջան, այստեղ մեր կոֆեն հարսս դրեց։ Ես որդիս հարսս կոֆեն խմելու ջերմոցում։ Ձեզ էլ սիրով հրավիրում ենք, ընկերակցեք մեզ, ընկերներով կոֆե խմենք։ Ընկերներով կոֆեն շատ համեղ է։ Միասին կխմենք, կզրուցենք, կգնանք։ Սիրելի հետևորդներ ջան, տանը ժարի չարեցինք, որտեվ ձկան հոտը, որ մտավ տուն, էլ դժվար դուրս կգա։ Մանավանդ վերանորոգված տուն, խոհանոցը վերանորոգված, վարագույրները սիրուն, գեղեցիկ, նոր գնված հոտը, որ մտավ չենք կարող, որոշեցինք բերենք ջերմոցում անենք, մինչև այդ գազը դրսում միտեղ կտեղավորենք, այսպիսի ձկան տապակավերջը ժարիտ մարիտ ամռանը դուրսը կանենք, ոչ թե ներսը։ Եթե մենք չպահպանենք մեր մաքրությունը, մեր տան օդը, ով պետք է պահպանի, դրա համար որոշեցինք դրսում տապակել, ժարիտ անել ձուկը։ Մեջքի մարտերը կտրված է արել ձուկը, սիրելի հետևորդներ ջան, հաթախել է ալյուրի մեջ, իսկ հիմա էլ տեսնում եք ինչ լավ կարմրում է ալյուրով, ալյուրով ավելի լավ է լինում, քան թե պաքսիմատով, մենք միշտ էլ ալյուրով ենք արել, միշտ։ Սիրելիներս, որդից չթողեց, որ ես պատրաստեմ, ինքն էլ է սիրում պատրաստել, ուղղակի ժամանակ չունի, աշխատում է, երբ որ ազատ է լինում, սիրով պատրաստում է և ասեմ, որ շատ համեղ ձեռք ունի, կոկիկ, մաքուր խոհանոցում պատրաստում է։ Սիրելի հետևորդներ ջան, մեր այսօրվա ընթրիքը պատրաստ է, միասին ձուկը ջերմոցում տապակեցինք, բերեցինք, տեսեք ինչ լավ կարմիր, չոր, խրխրթան տապակա ստացվեց, ձկան ժարիտ, այս էլ բողկն է, որ լվացի կտրատել եմ, սա էլ կարտոֆիլի պուրեն է, դե ինչ, մնում է ինձ ասել մեզ բարի ախորժակ, ձեզ բարի հաճելի դիտում, ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն, եղեք առողջ և օրհնված, ստեսություն, մինչ համեղ հոլովակներ։